Տեսնում եք արդեն կադրերով երևի ցույց կտաք, հա, ինչ գրություններ են, հաշվի առնելով, որ հայտնի միջադեպից հետո պատգամավորներից մեկը սկսել է Աստվածաշունչ ընթերցել եւ Սաղմոսներ անգիր անել, պարզապես հիշեցման կարգով Սաղմոս 36-ին թող ուշադրություն դարձնի, Եսայա 13-11-րդ կետին ուշադրություն դարձնի, շարունակի Աստվածաշնչյան ընթերցումները, դա հաստատ օգուտ կբերի ապաշխարելու եւ դժվարություններ չունենալու այդ պարզ հասարակ բառը ասելու ներողություն բառը ասելու նկատի ունեմ։ Գիտեք, որ այսօր խորհրդարանում քիչ անց քննարկվելու է էթիկայի հանձնաժողով ստեղծելու, ավելի ճիշտ չստեղծելու հարցը, գիտեք, որ իշխող խմբակցությունը որոշեց, որ պիտի չստեղծի իր թիմակցի համար այդ հանձնաժողովը, բացատրություններն էլ գիտեք, ըստ էության չկա բացատրություն, թե ինչու չեն ուզում։ Տեսնում եք արդեն կադրերով երևի ցույց կտաք, հա, ինչ գրություններ են, հաշվի առնելով, որ հայտնի միջադեպից հետո պատգամավորներից մեկը սկսել է Աստվածաշունչ ընթերցել եւ Սաղմոսներ անգիր անել, պարզապես հիշեցման կարգով Սաղմոս 36-ին թող ուշադրություն դարձնի, Եսայա 13-11-րդ կետին ուշադրություն դարձնի, շարունակի Աստվածաշնչյան ընթերցումները, դա հաստատ օգուտ կբերի ապաշխարելու եւ դժվարություններ չունենալու այդ պարզ հասարակ բառը ասելու ներողություն բառը ասելու նկատի ունեմ։ Գիտեք, որ այսօր խորհրդարանում քիչ անց քննարկվելու է էթիկայի հանձնաժողով ստեղծելու, ավելի ճիշտ չստեղծելու հարցը, գիտեք, որ իշխող խմբակցությունը որոշեց, որ պիտի չստեղծի իր թիմակցի համար այդ հանձնաժողովը, բացատրություններն էլ գիտեք, ըստ էության չկա բացատրություն, թե ինչու չեն ուզում ստեղծել։ Տեսեք, եկեք հետևենք միասին։ Այսուհետ ինձ թվում է Անդրանիկ Քոչարյանի վարքի պատասխանատվությունը բոլոր դա է մեր ցանկությունը անկեղծ եւ դրան ենք ուզում մենք տանել։ Բայց առաջինը չէ, սա երկրորդ ակցիան է։ Բայց հիմա դրա մասին մի ամբողջ նիստ է լինելու, ինչ եք շտապում։ Ձեր սիրելիսը հոգևորականը խնդրել է։ Այդ ինչ ձայն լսեցի, այդտեղ նա դեմքդ տեսնեմ, գեղեցիկ դեմքդ։ Չէ, այդքան էլ գեղեցիկ դեմքդ։ Սպասեք նիստը, որ